Հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ, օրը թող բարի բացվի բոլորի համար, ով ինչ գործեր ունի թող արագ կատարի ու չհոգնի, նույնը կասեի իմ դեպքում, ժամ չեմ նայել, արթնացել եմ առավոտ շուտ, դե գիտեք, մերոնք այստեղ են, մաքրում ենք, դասավորում ենք, բայց առաջնահերթ գիտեք ինչ գործ արեցի, սնկերը, այդ ամբողջ սնկերը հատ դասավորեցի, դույլերը, արկղերը ու վաճառեցի, փառք Աստծու, վաճառեցի, վերջացրեցի, որովհետև շոտ լավ ընտիր սնկեր էին, դե ամենափոքրիկները պահել եմ ինձ համար, ես այդ փոքր սնկերի սիրահարն եմ, տենց կլոր կդնեմ, չնայած որը մեծ լինի, կկտրատեմ ու կդնեմ սառցախցիկ, պուճուրներն էլ խոսք եմ տվել աշոտի համար, թթու դնեմ ուտի, չեմ փակում, վախենում եմ, միակ բանն է, որ չեմ պահածոյացնում, որովհետև գիտեք, հողից անմիջապես դուրս է գալիս, թերթիկների մեջ հող, ես իմ ինչ ձև պետք է ես լվանամ մաքրեմ, պահածոյացնեմ, բայց էլի ուտելուց մի տենց վախով ենք ուտելու, ավելի լավ է չփակեմ, սառցախցիկը կա, էլի քիչ-միչ տենց բաներ հավաքեցի, սխտորուկ, շուշան ու կոմենտարիաներում տեսնում եմ մեկը գրել է, լավ կլիներ այդ էլածդ քաղեիր տայր բարեկամներիդ, ես այնքան եմ բարկանում նման բաների վրա, դու ինչ գիտես, ես տվել եմ, չեմ տվել, ուրեմն այդ տալն էլ պետք է ցուցադրեմ, որ տվել եմ, դա էլ ցույց տամ մեկա, այն որ թերություն գտնող մարդը մի բան կգրի, եթե այդ պահին ես ցույց տամ խոսքի մեկ դուլ սունկ եմ տվել կամ շուշան, կասեմ բա ցուցամոլ է, ցույց է տալի, որ տալիս է, այնպես որ ամեն մարդ թող իր որոշումները ինքը կայացնի, ինքը անի, դու չես որոշողը, ես ինչ կտամ, ումը ինչքան կտամ, կամ չեմ տա, դա իմ գործն է, մեր գործն է, մեր խնդիրն է, դու մի խառնվի, սիրելիս, այդպես էլ գրում ես մեկնաբանության մեջ, որ բոլորը տեսնեն, Նազոն քձիպ է, դու քո փոխարեն, դու քո հարցերը, կարգավորի որոշի, սա այդ մեկնաբանություն գրող եմ, որովհետև ես չեմ սիրում, որ ինչ-որ մեկին բան եմ տալի, լինի քույր, լինի բարեկամ, լինի ինչ-որ մի բան, որ ես ցուցադրեմ, բայ բան եմ տվել, դա այդպես, տխուր է մի բան, հետևորդներ ջան, որ մեր կոֆեից չկա, լեսկոյի ջամբո չկա այստեղ, ինչու, որովհետև խանութը փակ է, այդ աշխատողով աշխատում է, նրան այդ 25-օրյա հավաքներին են տարել, խանութը փակ է, Նազոնը մնացել է առանց կոֆե, ես նախապես չէի իմացել, թե ճահակին կառնեին, կպահեին, քիչ եմ վերցնում, որ այդ թարմությունը մնա, բայց դե հիմա 2 բաժակ կոֆե եմ դնում, Աշոտիս հետ խմենք, հիմա ինչքան կխմեմ, ինչ կանեմ, հետի արդեն չեմ կարող ասեմ, կարող է խմեմ, կարող է ոչ, բայց դե հողամասում այդ կոֆեից ունեմ պահած, այդ սնկերով ենք ընկել դաշտով, հողամաս չեն գնացել, համել անձրևն է չի թողում, այս տարի չգիտեմ ինչ է, այդ անձրևը չի թողում, որ մենք հողամասերում աշխատենք, և ինչ եմ ասում, կոֆե խմողներ հավաքվեք, եկեք ես կոֆեից փորձենք, կոֆե խմեմ, սխտորուկ եմ բերել, շուշան, սխտորուկը մաքրեմ, որ հողամասից գամ, թթու դնեմ, փորձենք խմել այս կոֆեից, Աշոտին ձեն տամ գա, համել սխտորուկը բերեմ,
Ահա, սրանք իմ թթվի մատերիալներն են, ասեմ, որ ընտիր սխտորուկ ենք է հավաքել, սխտորուկին էլ ժամանակ կա, որ դա խանում է նույնիսկ, ծաղկում է, իսկական ժամանակին ունենց լավ արտեր, դալար, սպիտակ, հեսա մաքրեմ, կտեսնեք, սխտորուկի թթունել է համով, նույնիսկ ինքան լավ հաստ են, ես մարինատ եմ անելու, մի երկու բան կա, մարինատ եմ անելու սխտորուկի, արագ կյեռացնեմ ու կփակեմ, մենակ ես կոֆեն խմենք նոր, մարդը ռիշ չի անում, ես գազօջախի մոտից են կողմ գնա, կոֆեն կհլնի ու կթափվի, նոր եմ մաքրել, հավատացեք, որ ժամանակ էլ չունեմ, գնամ, մեզ մոտ նայել եմ, նույն տիպի ջազվաներ են, չեմ ուզում վերցնել, Եղեգնաձորում կար, բայց դե Եղեգնաձորել տեսնում եք, չեմ գնում, ես իմ ինչ պետք է լինի, որ գնամ Եղեգնաձոր, միած ընկերը ցույց տամ, ինչև կոֆեն կլինի, ահա հետևորդներ ջան, ես մանրիկները սիրուն լվալու եմ, նեսել, դե ամեն անգամ գիտեք, բերում եմ ու դնում եմ սարցախցիկ, անցածնել եմ դրել, հլի եմ գնալու, էլի կբերեմ, կդնեմ, ես սրանք էլ, ոնց ասեմ, մեծը տենց կոտրված սնկերը, էլի ափսոսա, որ վաճառեմ, հավատացեք, սրանք 800 դրամով էլ կառնեն, այլ սխտորուկը, ես սիրուն, հատ, մաքրում եմ, մարինատ եմ սարքելու, սխտորուկի մարինատ, են բույրը արդեն տար, նայեք հետևորդներ ջան, տեսնում եք, չէ, բա, ես էլ կոֆեն, ամեն անգամ այսպես է, են որ ամեն օր հավատացեք, ինչքան կոֆե ենք դնում աշոտին կամ հյուրերին, թափվում է, ինչքան կոֆե ենք դնում, թափվում է, էսի այսպես, էտ էլ, են գոգնոցի մեջ էլ Շուշանն է, մերոնք էլ ոչինչ, մի քիչ դժվարություններով գնացին, հասան տուն, տանն են, իրենք էլ իրենց ընկերը վաճառել են, դե մաման կայարան է տանում, մի կողմից գիտեք, որն է լավ, որ բիրիք հանձնում ու գալիս են, էտ է լավ, ես էլ մի հատ տակ, որ սառում է վերջ, չորանում է, սա մի հատ է կմաքրեմ, Հավատացեք, որ ժամանակս չի հերիքում, որ ասեմ հոգնել եմ, չէ, գիտեք ինչից եմ հոգնում, լարվում, որ ուզում եմ արագ գործեր անեմ, որ հասցնեմ, հա ջան, արի, ստե, կուխնին, արի, ես իմ գործը մի պահ ընդհատեցի ու Աշոտի հետ գնացինք Խոհամաս, հիմա վերադարձել եմ ու այս սնկերը լցնեմ ջուրը, որ լվանը, բա այս կլորիկ սիրուն սնկերը, ամենալավ այս մանրիկ սնկերն են, բայց դե դժվար է լվանալը,
Այստեղ փակեմ մի րոպե, թող լցվի, ու ինչ լավն են էս մանր սնկերը։ Հայ դուր թռար։ Ընտիր է։ Որ մարդու հավես է գալի, բացի հետ էլ սրանք չեն լղկվում։ Հիմա բացեմ, թող մի հատ ջուրը գնա, հետևորդներ ջան, հատ առ հատ պետք է լվանա այս համեղություններին։ Նորից մի հատ հեշտ մաքրվելու տարբերակ է։ Ինչքան կզվել հավաքել ենք, այնքան է պետք է հատ մաքրեմ։ Ակը ձեռքս պետք է վերցնեմ, լվանամ, սունկը ոչի այս հատվածները նորից կտրեմ, հողերից ազատվեմ, սա է, դժվար է, արանքները այսպես եթե տեսնում եմ դանակի ծայրը հարմար է, համ մաքրում է, հենց հեռացնում է, վերջ։ Կարծում եմ դուք այսքան համբերություն չեք ունենա, մի ժամ ինձ հետ սունկ լվանալու, հետո կհանդիպենք։ Համբերատար սնկերը լվացի, հատ առ հատ, ու լցրել եմ այս, հենց այս ամանի մեջ, սրա մեջ էլ կեփեմ, որովհետև հարմար է, և ջուր չեմ լցնում, գիտեք, արդեն ասել եմ բազմիցս, որ սունկը իր մեջ շատ ջուր է կլանում, շատ ջուր ու ջուր չեմ լցնում։ Մի քիչ սկզբի պահակամաց եմ անում ու անցնեմ ուրիշ գործ։ Ուրիշ գործն է որն է, ձեռքի հետ մի քիչ ալագյազ էի քաղել, հեսա, սրա ծաղիկները պոկել ենք, հանում ենք, մաման է պոկել, որ տունն է մնացել, ես էլ այսի հուսեմ, ավելուկի պես հուսում չորացնում ենք, ինձ գրել էիք ոնց եք եփում, ուրեմն չորացնում ենք, ջրիկ ճաշ ենք եփում, ջրալի ճաշ, ոնց է ավելուկով ջրալի ճաշ եփում, նույնն էլ ալագյազով, ու ալագյազը նաև կարող ենք աղցան պատրաստել, ավելուկի հետ խառնած շոթ համով է լինում, յուղով, խաշենք յուղով, սոխառածով տապակենք, ասեմ, որ ալագյազի դառը տեսակն էլ կա, սա քաղցրն է, այսպես հուսենք, արանքից հանենք, այս բանջարը իսկական ժամանակն է, որ ուշացնում ես ինքը թռնում է, ծաղկում, պրծնում է ու չորանում է, երկու, իրեք դնում եմ, մատ փոքր հուս կլնի էլի, ինքան որ քաղեցի, ախ այնքան լավն էր, չես ուզում անտարբեր անցնես, քաղեցի գործ բացեցի, որ գնում ես մեշոկով, ընգնում ես տեղը մեշոկով քաղում ես, գալիս ես, առաջ ենքան եմ գնացել, այս ալագյազի տեղերը հիմա արդեն մնացել են, սահմանամերձ են դարձել, մի քիչ վտանգավոր է, առաջ շատ կգնայինք,
Էս էլ ալագյազի փեշերը։ Էս էլ ալագյազը։ Սունկը մոքրեցի, հոգնեցի, շշմեցի, մի ժամ սունկ եմ լվացել, պատկերացնում եք, մի քանի անգամ, քանի հատ սունկ կլիներ, հատիկ առ հատիկ վերցրել, հոսող ջրի տակ պահել, լվացել եմ, աչքերը սկսել ցավել, լարված աշխատանք, սա սխտորուկն է մաքրեմ, երևի այսօր չեմ խաշի, ես էլ եմ մարդ մեղք եմ, մաքրեմ նախապատրաստեմ, վաղը կհլնեմ, սխտորուկն էլ կձակատեմ, կպահեմ, հոգնում եմ մի քիչ է, ես պարկեմ հանգստանում, գործերը շատ են, երևի Ամալիային կանչեմ գա օգնի, մի մետր, սա սպիտակ բանջարը չի, հեսա գիտեմ, գրելու եք ասեք, այս սպիտակ բանջարն է, ոչ, սա հենց կոչվում է ալագյազ, մեր մոտ, չգիտեմ, ուրիշ մարզերում ինչ են սիրան ասում, կամ աճում է, չի աճում, էդ էլ չգիտեմ, մեկ էլ Արիջայում շատ կա, Արիջան էլ հեն Սելիմի լեռնանցքը, որ անցնում ես, այդ հատվածն է, գետափով, որ գնում են, այդ մասում էլ շատ կա, գնացել եմ, հավաքել եմ, ուսեցի, վերջացրեցի, այնչով կապենք, տանեմ փոքրիկ ռեզինով կապեմ, ահա, համարյա 1 մետր կլինի, ու կցեմ դուրսը թող չորանը, ահա, սել ալագյազը, աղաջուրը, թթու, աղաջուր եմ պատրաստել, բոխի թթու, աղ չեն լցնում, բաղ չեն լցնում թթվին, աշոտ, լիմոն ոնց են լցնում, թթուներին, մարինատներին, նորից անում, էսի պակասեց, լիտրա, 1 լիտրա, 1 լիտրին 2 ճաշիկ դեսերտ գթալով աղ եմ լցնում, թող լուծվի, ես էլ մարոժնի ուտեմ, պաղպաղակ ուտեմ, իմ սիրած պաղպաղակը, հետևորդներ ջան, անցա այս գործին, սխտորուկը մաքրեմ, պատրաստեմ, այսօր չեմ անի, որովհետև ահավոր հոգնած եմ, վաղը թթու ու կպահածոյացնեմ, կզակատեմ, հլը մի րոպե աշ, ոնց եմ մաքրում, ցույց տամ, ես հոտ չկո, վրես հոլ չկո, ինչ լավն են է, այս դալար սխտորուկները, այս կողքի տերևը պոկում ես, ինքստինքյան ինքը արդեն մաքուր դուրս է գալիս ու այս ծայրի հատվածը, սա թթու եմ դնելու
Ուզակատ է, մոտերս էլ սևացել է, չնայեք ձեռքերիս։ Հեշտ է շատ, ես սիրում եմ մաքրելը։ Հելա միացինի կատ է շուտ։ Էն։ Հա, գիտե։ Կտնեմ դուր սառնորանը։ Այսպես նայեք ինչ հաստերն են, նենց ենք համ, որ հողը չլծվի վրան։ Սրա մաքրելը հեշտ է։ Հողից ազատվում է, կողքի տերևը օգնում է, որ մաքրվի։ Որ տերևը։ Էս, այդ է, հա։ Քաշվեց բարակում բանամ դառնում։ Չի բարակում, ահա։ Համը ինչ է։ Դա մաքրում է, հալում է, այն գլուխը կտրի ապայմն, թե որ հող չլնի։ Նա դանակ բեր կտրի այսենց։ Վերջ։ Հետևորդներ ջան, սխտորուկն էլ մաքրեցի։ Այս սպիտակ զոխերովը, որ տեսնում եք, նայեք, սրանք թթու եմ դնելու և մարինատ եմ անելու պահածո։ Ձմռան համար պահածոյացնելու եմ, զակատելու եմ, շատ համեղ թթու է լինում սխտորուկի թթուն, ովքեր պատրաստել են, կերել են, կհաստատեն, որ դա իրոք այդպես է։ Իսկ սրանք էլ հուսելու եմ, սխտորուկն էլ էլի հուսում ենք ավելուկի հետ, ջրալի և որ ճաշ ենք պատրաստում, գցում ենք շատ համեղացնում, սպիտակ, հաստ, լավ սխտորուկներ են ու ամենակարևորը, որ դալար են, չի դախացել։ Սա լվանամ, իսկ նա էլ պետք է թառամի, որ հուսեմ, վաղը կհուսեմ։ Սունկն էլ էփել եմ, թող ջրքանվի, վաղը թթու կդնեմ Աշոտի համար։ Ես ուզում եմ հիմա գնամ հյուրասենյակ, պատուհանը բաց է, տեսեք ամեն երեկո մի սոխակ ինչ գեղեցիկ երգում է։ Միացրեցի ամեն երեկո լսեք։ Մինչև լուսաբաց երգում է։ Որ ուզում ես անդադ լսել ու չես էլ հոգնում։ Սխտորուկը ես թթվին է էլի իհարկե, ուզում եմ լվանալ, որ վրայի հետ եսի միշտ ծեխել չի, բայց կարծ հողի մնացորդները չկպնեն։ Տեսակ չէ, ինչ լավ մաքրվեց, ինչ լավն է, լվացի, տեսեք ոնց է ճրճրում, սա առավոտը արդեն կհլնեմ, ինչ որ անելու է կանեմ, և ձեզ էլ ասում եմ բարի գիշեր, առողջ եղեք, լավ եղեք, բաժանորդագրվեք ու լայքեք, սիրելի հետևորդներ, հաջողություն։